Տեղեկություններս ընդամենը այնքան է, որքանով որ հրապարակում է եղել, որքան որ մեր գերատեսչությունները հրապարակել են, այդքան է առայժմ։ Դուք հաճախ լինում եք մարզում, նաև շփվում եք, անհանգստություն, խուճապ մարդկանց մոտ արդյոք չկա, կապված գրակոչների հետ։ Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է եւ իհարկե, երբ որ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն էլ գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում է։ Իհարկե վտանգ կա, նման առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, պարբերաբար ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թեկուզ է պատահական, թեկուզ է այլ հանգամանքներում, այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Որը Երեք այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ստեղծան ասել Սյունիքում, որ Ռուսաստանի, ինչ ասել, որ բավականին անհանգստություն կա, ստեղծան ԱՄՆ պետքարտուղարն է դա ասում, բայց Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, անգամ երեք Նիկոլ Փաշինյանը ասել է, որ խաղաղություն լինելու, ինչու է այսպես շատ տարբեր, որովհետև բոլոր գերտերությունները իրանց շահերը ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն, ինչը որ կա, եւ դրա համար պատասխան է տալիս, որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսին։ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում, ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած գրակցորքի ձայն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չի, խուճապ չկա, ասեմ դες գյուղում որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովորեն դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնողն է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տրվի։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրանցվում։ Եթե հայկական կողմից համարժեք պատասխան առաջադրվում, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել։ Հիմա դուք պարզագույն հաց եք տալ, դե իհարկե կգնա էսկալացիա եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ չեն տանում, որովհետև մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Երբ ասում եք իրենց շահերին են, ռազմական էսկալացիայի նախագծը չէ՞ կամարում։ Ոչ։ Երբ ասում եք, որ իրենց շահերին են, այսինքն Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, ինչ նկատի ունեք, որտեղ Ուկրաինայի Ես չեմ կարող ասել։ Եկեք Ուկրաինան եւ այլն չխառնենք Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա ասում եմ, խաղաղությունը այլընտրանք չունի։ Մեր երկու երկրների միջև դա լինելու է, խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները, պրոցեսներ են, որը պետք է այդ պրոցեսների մեջով անցնի, իհարկե պետք է անի, իհարկե պետք է անի։ Ռուսաստանի հպատոսության հետ կապված նորություն կա։ Ոչ, ճիշտ ասած նորություն չունի։ Դա է խնդիրը, որ Ֆրանսիան օրինակ ոնց որ վերջին արտգործնախարարի այցից հետո ասաց, որ Սյունիքում մտադիր է Ֆրանսիան բացել։ Մտադիր չի, ամսի 2-ին բացումն է, 2-ին թե 3-ին, 2-ին որքան։ Հայո, Ֆրանսիայի պատասխան բացումն է Գորիս քաղաքում, ես անձամբ ներկայ եմ լինելու եւ մասնակցելու եմ այդ միջոցառումներին։ Ռուսաստանի դեպքում ինչու է խնդիրը ուշանում։ Չեմ կարող, դա Ռուսաստանից հարցրեք եւ ԱԳՆ-ից։ Ես չեմ կարող ասել։ Հայաստանի իշխանությունը չի այսպես համաձայնություն տալիս, ուզում ենք հասկանալ։ Չէ, բայց ինչի՞ նման։ Ասում են Լավրովն էլ էստեղ ասաց, որ
քննարկել ենք այդ հարցը, այնտեղ հյուպատոսություն բացելու։ Դե եթե քննարկել են, պետքա բացեն, էլ ինչու եք դուք եզրակացնում Հայաստանի իշխանությունները ինչ որ խոչընդոտներ են ստեղծում։ Դե դա արդեն Ռուսաստանի խնդիրն է։ Ֆրանսիայի դեպքում կարծես ավելի շատ։ Չէ, Ֆրանսիան էլ արդեն 2-3 տարի է այդ գործընթացը գնում է։ Եվ ասեմ ավելին, այդ խոսակցությունները սկսվել էր 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ որ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ, եւ այդ ժամանակահատվածից սկսված այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որպեսզի Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա։